Մարվում է ճշմարտության բացահայտման արտադրողի ящիկը։ Մենք եկել ենք այստեղ կա նաև պահանջներ, որպեսզի կառավարությունը բացի բյուջեի սևարկղը ու հաշվետու լինի, թափանցիկություն լինի մեր գումարների ծախսման հետ։ Մենք չպետք է հանկարծ 2 ամիս կամ 1 ամիս հետո լրատվամիջոցներից իմանանք, որ օրինակ կառավարության ղեկավարը ստացել է թաքուն հույժ գաղտնի փաստաթղթով 12 միլիոն դրամ պարգևավճար։ Նախարարները նույնիսկ չգիտեին 7 թե 8 միլիոն, վարչության պետեր, կադրերի բաժինի աշխատողներ, պատգամավորներ 300 միլիոններ, եւ եթե չլիներ ձեր աշխատանքը, լրագրողների աշխատանքը, այդ թափանցիկությունը մենք չէինք տեսնի եւ կմտածեինք այդ խեղճուկրակ աշխատավարձով, թեպետ իրենց խեղճուկրակ չի, լավ էլ չալաղաճ աշխատավարձ է, իրենք գնացին այդ աշխատավարձով նոր տարի տոնելու։ Բայց մենք տեսնում ենք այդ պարգևավճարներից հետո ավելին Ալեն Սիմոնյանը ասում է, որ իրենք էլի են ստանալու պարգևավճար։ Իսկ այս 10,000-ական դրամ թոշակները սա մեր տատիկ-պապիկների արժանապատվության ավելի շատ արժանապատվության հետ է խաղում, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պարզել է, որ 25 թվականին ունեցել են տնտեսական աճ, իրենք կարող էին 10,000-ական դրամներ բարձրացնել, ապա ինչու չբարձրացվեց հունվար ամսից, հունվար, փետրվար, մարտ ամիսներին, ինչու չբարձրացվեց։ Ուր է գնալու այդ 630 կամ 50,000 կենսաթոշակահույի 30,000 դրամը, 10,000-ական դրամով, ուր է գնալու այդ գումարը։ Հիմա այս սև արկղը ինքը շատ խորհրդանշական է։ Ես հիմա այս սև արկղը ուզում եմ հանձնեմ կառավարությանը, ինչու կառավարությանը ինքը բաց նամակ է։ Սև արկղի մեջ բաց նամակ է, ես ուզում եմ հիմա սա հանձնել կառավարությանը։ Քույր եղեք ձեզ էլ արկղի համար բերման չէ, սա բաց նամակ է, մեր պահանջներն է մեջը, նամակների բաժին կա, եթե կընդունեն այս ֆորմատով տվեք, եթե չէ, մենք փորձենք սա հանձնել, որովհետև բաց նամակ է։ Իրենից ինքը ոչինչ, տեսեք բաց է։ Եկեք ուզում եք, եկեք քանի որ ինքը արկղ է ու նամակի ձևաչափը չունի, հեսա անվտանգության աշխատակիցներին կասենք, տեսնենք այդ ձևաչափով ընդունում են նամակներ, թե ոչ, ստե սպասեք հիմա մի րոպե։ Մոտենանք այնտեղ։ Չէ, մի րոպե, Շայնա։ Այստեղ հարգելի լրատվամիջոցներ կարող եք տեսնել կանգնածները, այդ թվում ես, մենք օրինակ տեսեք, ինչ ենք ուզում, բացեն կառավարության մեր պետական բյուջեի արկղը ու ասեն այս 10,000 դրամը Եթե այդ նամակները ձևաչափով չունեն, ինչպես եք փոխանցել։ Ձեր միջոցով փոխանցեցինք, վստահ չեմ, որ կընդունեն եւ ոչ էլ ուզում եմ, որ մենք բազմիցս բազմաթիվ նամակներ ենք ուղարկել կառավարություն, մի 2 շաբաթ առաջ էլ։ Ստացել եք պատասխաններ։ Պատասխանը գնում է կամ ԱԳՆ, կամ միտեղ գնում է, ասեմ ձեզ, քանի որ նաև նամակների պահով ենք խոսում։ Չեն ընդունում նամակներ, նամակի անվտանգությունից, պետական պահպանության ծառայությունից։ Կոնկրետով տեղեկացրեց, որ այս բաց նամակը չի ընդունի։ Առանց ուրիշ ձև անենք, առանց պահպանության ծառայության, ովքեր պատասխանատու են կառավարության շենքի անվտանգությունը։ Դե այստեղ ոչինչ չկա։ Կարող են ստուգել նամակը ընդունել։ Ձևաչափով նամակներ չեն ընդունում։ Նամակները ընդունում են նամակի ընդունելի ձևաչափով, թղթի վրա գրված, ծրարավորված կամ առանց ծրարավորման, կամ էլեկտրոնային տարբերակով։ Այս եզրաչափերով առարկայով չեն ընդունում։ Սա էլեկտրոնային տարբերակով կուղարկենք կառավար Նիկոլ Փաշինյանին։ Տեխնիկական հնարավորություն է թույլ են տալիս տենց ուղարկելու, խնդրեմ ուղարկեք։ Իսկ ձեր միջոցով ես հիմա սա այս բաց նամակը փոխանցում եմ այս շենքին։ Պարտադիր չի, որ գնա հասնի այնտեղից օրինակ գնա արտգործնախարարություն, այնտեղ էլ դրվի մի դարակում եւ 2 ամիս շարունակ զանգես պատասխան չլինի։ Ձեր միջոցով հիմա սա համարեք հանձնված Նիկոլ Փաշինյանին։
Չէ, կարտոֆիլն ու մակարոնը դա սնունդ է։ Թարգել են։ Դա սնունդ է եւ իրենք այո, դա չեն ուտի, ես դա տուն եմ տանելու։ Կարկանդակ են ուտում, դա ինչու չեն ուտի։ Դե տեսեք, նույն օրը, երբ որ իրենք կարկանդակ էին ուտում, հաջորդ օրը ավելի ճիշտ, Լենինգրադյանով այդ տեսանյութը գուցե տեսած կլինեք, ես էի նկարել, անցնում եմ մի քանի հատ ոստիկանության գվարդիայի մեքենաներ, մի քանի ոստիկանության մեքենաներ անթիվ անսահման, հարցնում եմ, ասում եմ, ինչ է պատահել, ասում են Նիկոլ Փաշինյանը գալիս է այս ռեստորան, ասում են, ինչ ռեստորան, ասում են Չերի Վահանի նախկին ռեստորան, այնտեղ էլ մեքենաները կանգնած են եւ այլն, պետական ահռելի միջոցների մսխում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մտներ այ։ Ես կուզենայի օրինակ, բացի կուկուռուզից, կարկանդակից, բրդուճից, լավաշով բրդուճից, կուզենայի օրինակ այդ ռեստորանի ուտելիքներն էլ նկարեին ու հանրայնացնեին, ինչ են այդ օրը իրենք կերել։ Նորից եմ ասում, այստեղ էինք, որպեսզի մեր տատիկ պապիկներին ասենք, որ մենք ձեր կողքին ենք, ձեր արժանապատիվ կյանքի կողքին ենք եւ թույլ չենք տա որևէ իշխանություն գա ու ձեզ նախընտրական թոշակ տա։ 10,000 դրամը ընտրություններից առաջ, սառնամանիքը անցկացնելուց առաջ դա ես համարում եմ նախընտրական նվեր կամ թոշակ մեր տատիկ պապիկներին։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, ինչպես դուք արդեն տեղեկացաք, արքով բաց նամակը կառավարությունը այս ձևաչափով չի ընդունում եւ հորդորեցին ակցիայի կազմակերպիչներին, մասնակիցներին, որպեսզի այս բաց նամակը փոխանցեն կամ հենց նամակի տեսքով, ծրարով կամ էլեկտրոնային տարբերակով։ Ես որ ասում եմ, այնպես էլ չի, որ կվերցնեն նամակը ես 2 ամիս դեռ մի քիչ էլ ավել, այստեղ Արտաշիրիմում պահանջող ծնողների հետ, դուք եք լուսաբանել, լավ տեսել եք, եկանք այստեղ, նամակ հանձնեցին կառավարություն, արտաքին գործերի նախարարություն, կառավարությունից պատասխանը եկավ, ես ուզում եմ արտաքին գործերի նախարարություն, ուշադիր լսեք, ձեր դուրը նորից եմ գալու, պատասխանը եկավ, որ ուղղորդվել է նամակը արտաքին գործերի նախարարություն։ Ես 28 զանգ եմ թողել արտաքին գործերի նախարարությունում, նամակներ վերցնող բաժինը, դա լրատվության հանրային կապերի բաժին է, չգիտես ինչու։ 28 զանգ եմ թողել լրատվության բաժին անպատասխան։ Արարատ Միրզոյանի մամլո խոսնակին եմ զանգահարել։ Անցած շաբաթ ինձ գրել է, որ գալու է եւ անմիջապես կապ հաստատի ինձ հետ։ Ասել եմ ինչի մասին է իմ զանգը եւ ինչի եմ անհանգստացնում։ Արտաշիրիմում պահանջող ծնողները պատասխան են ակնկալում։ Այն ծնողներն են, ովքեր Արցախյան օկուպացիայից րոպեներ առաջ, ժամ առաջ, օր առաջ իրենց զավակներին ադյալներով, չգիտես, այդպես հողի տակ դրեցին եկան հույսով, որ կգան այստեղ, հետո կկարողանան իրենց տղաներին քրիստոնյային վայել խնկարկում անել։ Չկա պատասխան։ Եթե այդ կառույցում հումանիտար որևէ հարցի, անգամ զանգին չեմ պատասխանում, պորտաբույծ կառույց է։ Այ այնտեղ պորտաբույծ եւս մի կառույց, հերթով բոլոր պորտաբույծ կառույցների անունները գրելու եմ, հերթով հրապարակելու եմ, անգամ եթե դուք մի նամակի 2 ամսում չեք կարողանում պատասխանել, գուցե մեկ ծնողի կհանդիպեիք, գուցե 2 ծնողի կընդունեք, գուցե կասեք մենք չենք կարող ոչինչ անել, խաղաղություն եք ասում բերել եք, բա գնացեք մարդկանց զավակների շիրիմները բերեք, բա գնացեք որոնողական աշխատանքներ սկսեք անել։ Որտեղ է այդ խաղաղությունը, եթե դուք այդ հումանիտար հարցերը չեք կարող անել։ Նորից եմ ասում, այո, Բիսմարկը ճիշտ է, սուտ ասում են պատերազմից առաջ եւ ընտրությունից առաջ։ Հիմա մենք սուտ ասելու ամիսներ ենք ապրելու։ Շնորհակալ եմ ձեզ։